Իսկ հաղթող ստրատեգիայի իմաստը միայն հետևելն է, պետք է կառուցել լուրջ միասնական ինչ որ հայտեր։ Լուրջ միասնական հայտեր։ Մենք դրանով պիտի զբաղվենք։ Հիմա որ առանձին ուժեր գնում են այնտեղ ինչ որ բաներ են ստեղծում, չգիտեմ, 2%-ի, 3%-ի բանով, ասենք, լավ, իրաց դիակը թվում է։ Դա փոշիացում է։ Դա փոշիացում է։ Ով որ գնում է այտենց իր զուտ ամբիցիան բավարարելու բանով ու այն հաշվարկում, որ լավ, հայ պարլամենտում մենք կձևավորենք ֆրակցիա մի 5 հոգով կնդիմանանք բանին, դա կներեք անլուրջ է։ Այդ մարդիկ սպոյլերներ են։ Նրանք իրականում խաղում են Փաշինյանի խաղը։ Ով որ գնալու է այդ ուղղությամբ։ Այսինքն պետք է գնալ խոշորացման, եթե կուզեք ասել, պետք է ստեղծել կոնսոլիդացիոն, լավագույնը կլներ, եթե շատ մեծ կոնսոլիդացիա ստեղծվեր։ Ես դեռ հույս ունեմ, որ ես էլ եմ դրա հնարավորությունը տեսնում, բայց անգամ եթե դա տեղի չունենա, դա բան է, ասեմ ձեզ, եթե մեծ խոշորացում ստեղծվի, դա հեղափոխության դեմոկրատական նկատի ունեմ, սահմանադրական շրջանակներում դեմոկրատական հեղափոխության բանալին է, որովհետև երկու տարբերակ է, կամ դու ստեղծում ես մի վիճակ, որ մթնոլորտը երկում փոխվում է, այսինքն սկսվում է բան համաժողովրդական շարժում, մարդիկ ոտքի են կանգնում, մոբիլիզացվում է հասարակությունը, ժողովուրդը տեսնում է, որ ալտերնատիվա ծնվել բանին քաղաքացիական պայմանագրին Նիկոլ Փաշինյանին։ Սա ասում եմ հեղափոխական տարբերակն է, որը բանի sense ինչ ասեմ, նա տորնադոյի նման է գործելու։ Եվ լրիվ ուրիշ վիճակ է բանան։ Կա ընտրական տեխնոլոգիաների տարբերակը, որը ես ավելի քիչ գերադասելի եմ համարում, բայց այդ տարբերակում էլ պետք է գնալ խոշոր բաների, կոնսոլիդացիոն կենտրոնների ստեղծմանը, որ գոնե հետագայում միավորվելով այդ արդեն պարլամենտում այդ կենտրոնները կարողանան ստեղծել կառավարություն։